Hageli hayranakisler. Այսօր հավաքվել ենք, որպեսզի մեր ընդվզումը ցույց տանք հոսանքի նորից թանկացման համար։ Փոխանակ գնայինք տուն ծանր աշխատանքային գործից օրվանից հետո Դե մարդիկա որ աշխատում։ Կամ մեկ ավելի հաճելի ձևով անցկացնենք, ստիպված ենք նորից հավաքվել Ազատության հրապարակում և մեր միասնական բողոքի ձայնը բարձրացնենք, որպեսզի ևս մեկ անգամ չմտնեն մեր գրպանները, մեր իսկ տներում մեզ չթալանեն։ Ուզում եմ հիշեցնել, որ այս պայքարը մեր բոլորի պայքարն է։ Սա ոչ մեկի սեփականությունը չի։ Մենք բոլորով պետքա պայքարենք։ Թանկացման սկզբից հնչեցին տարբեր կարծիքներ, տարբեր մեխանիզմներ պայքարելու այս ամեն ինչի դեմ։ Դատական պրոցեսներից, ստորագրավակներից, հոսանքի վարձերը մուծելու հրաժարվելուց, լույսեր անջատելուց եւ այլն եւ այլն։ Եվ մենք նորից կոչ ենք անում, այդ մասին մենք նորից ասել ենք, բայց մեկ անգամ եւս կրկնում եմ, որ եկեք միասին նախաձեռնենք խմբեր եւ սկսենք պայքարել բոլոր հնարավոր մեթոդներով ու միջոցներով։ Արդեն իսկ մի քանի բան կատարվել է, մի քանի ակցիա արդեն տեղի ունեցել, ինչպես էր օրինակ գիշերվա ժամերին 2 ժամով հոսանքի օգտագործումից հրաժարվել է։ Ինչպես տարբեր մարզերում, մարզային տարբեր քաղաքներում եւ համայնքներում բողոքի ակցիաները, որոնք տեղի ունեցան հենց այսօր։ Մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի բարձրաձայնենք մեր պահանջը։ Մեր պահանջները հստակ են եւ կոնկրետ։ Հիմա պահանջները կբարձրաձայնի Լևոնը, իսկ մինչ այդ ես ուզում եմ նշել, որ մեր պահանջը ուղղված է կոնկրետ Սարգսյան Սերժին եւ Աբրահամյան Հովիկին։ Այո! Երևում այս հրավիրում եմ բարձրախոսի մոտ Լևոնին, նա հակիրճ կներկայացնի մեր պահանջը, որից հետո կսկսենք երթը։ Բարի երեկո ժողովուրդ ջան։ Ուրախ եմ այսօր այստեղ տեսնել այսքան իրավագիտակից ու պահանջատեր քաղաքացիների, ովքեր տանը նստելու ու բողոքելու փոխարեն դուրս են եկել փողոց, պահանջելու, իրենց արդարացի ձայնը բարձրացնելու և բողոքելու այս անարդար երևույթի դեմ, որը կոչվում է էլեկտրաէներգիայի թանկացում։ Մեր հստակ պահանջը ես ընթերցեմ, լավ։ Համբերության բաժակը լցվել է, հետ չենք պատրաստվում հանդուրժել։ 2009 թվականից ի վեր հոսանքի սահակագինը թանկացել է մոտ 70%-ով, 25 դրամից դարձնելով 42 դրամ։ Իսկ այս հոսանքի թանկացումն էլ իր հերթին բերում է շղթայական թանկացումների բոլոր ոլորտներում, սկսած առաջին անհրաժեշտության ապրանքներից վերջացրած ծառայություններով։ Գործով սահակագինն արդեն իսկ անհիմն է և ընդամենը մեկ տարվա ընթացքում դրա խիստ բացասական ազդեցությունն ակնհայտ է ողջ ժողովրդի ու երկրի տնտեսության վրա։ Մինչդեռ պաշտոնապես ինչ-որ տնտեսական աճ է գրանցվում, ինչ-որ թվեր են ներկայացվում, երևի իրենց անձնական բյուջեն են ներկայացնում։ Փաստերը բոլորովին այլ բան են խոսում։ Եվս մեկ թանկացումը վերջնականապես կկործանի երկիրը, ժողովրդին հասցնելով չքավորության եզրին։ Մենք շուկայի վերածելու երկիր չունենք, մենք պարտ փակող չենք։ Պատրաստվում փակել ձեր բարքերը կամ սակարկել 17 դրամ, 5 դրամ։ Բոլորս գիտակցում ենք, որ ոլորտը ոտքի
ոչի կանգնեցնելու համար ոչ թե բարձր սակագին է հարկավոր, այլ ընդամենը բարեխիղճ ու ճիշտ աշխատանք։ Ուստի մեր պահանջը հստակ է։ Ոչ մի լումա ավել։ Պահանջում ենք ոչ միայն չթանկացնել ոչ մի լումա, այլև միջոցներ ձեռնարկել սակագնի իջեցման համար։ Եթե դուք չեք կարողանում կատարել ձեր պարտականությունները եւ այս հարցին լուծում տալ, ապա ժողովրդի մեջ կան խելացի մարդիկ, ովքեր կարող են աշխատել ու լուծումներ գտնել։ Ուստի եւ մեզ չի հետաքրքրում, թե ինչպես եք պատրաստվում լուծում տալ հարցին։ Մենք պահանջում ենք հարցի լուծում ի օգուտ ժողովրդի եւ վերջ։ Ժողովուրդ ջան, բոլորս պետք է պատրաստ լինենք ակցիաների շարքին, բոյկոտների, անհնազանդությունների եւ նույնիսկ չվճարելու, եթե անջատեն մեր էլեկտրաէներգիան։ Մեկ անգամ փողոց դուրս գալով չպիտի սահմանափակվենք, այլ միամուռ ուժերով մենք բռունց դարձած պետք է պայքարենք մինչև հաղթանակ։ Մեր հաջորդ ակցիայի տեղը եւ բնույթը կախված կլինի նրանից, արդյոք իշխանությունը կշարունակի կոծկել հեցի թալանը, թե կկատարի ժողովրդի պահանջը, որն է ոչ մի լումա ավել։ Մայիսը մեր ժողովրդի համար, ինչպես դեռ գիտեք, հաղթանակների ամիս է։ Սկսած Շուշիից, Բաշապարան, Սարդարապատ, Ղարաքիլիսա, այսօր ևս մեկ հաղթանակ ենք տոնելու։ Հիմա ձեզ համար մի փոքրիկ անակնկալ կլինի վերջում, մի փոքրիկ խոսք կլինի, անակնկալ կլինի, եւ կսկսենք մեր երթը, երթի երթուղին եմ ձեզ ուզում ասել, Սայատնովա փողոց, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ, շրջում ենք մեկ շրջանով, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա եւ նորից հավաքվում ենք այստեղ։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, մինչև երթը սկսել եմ, ուզում եմ տեղեկացնել մեր հաջորդ ակցիայի մասին, որը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 6-ին հավաքվելու եք նույն ազատության հրապարակում, որից հետո արդեն հաջորդի գործողությունների մասին կտեղեկացնենք։ Հուլիսի 19-ին։ Հաջորդ ամսվա 19-ին։ Իսկ հիմա սկսենք երթը։ Ժողովուրդ ջան, հիմա ասածս անակնկալի մասին ձեզ մի կարճ, շատ կարճ կողջունի Վանաձորից մեր հյուրը Դավիթը եւ կսկսենք երթը։ Ամեն անգամ թալանելով մեզ կամ թալանելու փորձ անելով կասկածի տակ է դրվում մեր արժանապատվությունը, մեր ողլնելը, մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացի ելնելը, ու մենք քաղաքացու իրավունքով հայտարարում ենք էլեկտրաէներգիայի սակագինը չի թանկանալու։ Էլեկտրաէներգիայի սակագինը չի թանկանալու 3 հիմնական պատճառով։ Առաջինը, մենք դա չենք ուզում։ Երկրորդը, մենք դա թույլ չենք տալու։ Երրորդը, մենք ենք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր սանտիմետր քառակուսու տերը։ Հիմա 3 րոպե երաժշտություն կարևորի մասին